Հորմուզի նեղուցը իր ամենանեղ կետում ընդամենը 39 կիլոմետր լայնություն ունի։ Դրա պատճառով նավերը ստիպված են խստորեն պահպանել հաստատված նավագնացության ուղիները։ Հորմուզի աշխարհագրական դիրքն էլ է հետաքրքիր։ Հյուսիսային ափը Իրանին, հարավայինը Օմանին, իսկ մի քանի կղզիներով սահմանը յուրացնում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եթե Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ առճակատումը ընդլայնվի կամ տեղափոխվի Հորմուզի նեղուց, միջազգային տնտեսական ճգնաժամ է առաջանալու։ Deutsche Welle-ի հետ հարցազրույցում ահազանգ էր հնչեցրել էներգետիկ քաղաքականության պրոֆեսոր Կլաուդիա Քենֆերտը։ Վատագույն սցենարների դեպքում, իհարկե, նավթի գինը կբարձրանա, բայց նաև գազի գները, ինչը տարբեր ուղղություններով լրջորեն վնաս կհասցնի տնտեսություններին։ Էներգիայից կախվածություն ունեցող ընկերությունները կվնասվեն, ինչպես նաև սովորական քաղաքացիները, հատկապես ավտոմեքենա ունեցողները։ Իհարկե, Ասիան նույնպես լուրջ կտուժի, եթե Հորմուզի նեղուցի գործունեությունը ինչ-որ կերպ խափանվի, կամ եթե առաջանան մատակարարման շղթայի խզումներ։ Դրանք հատկապես ծանր հետևանքներ կունենան էներգետիկ շուկայում, ինչպես նաև ընդհանուր առևտրում ու գլոբալ տնտեսության վրա։ Այս պահին նավթի գինը աճել է, բայց դեռ այնքան չէ, որ լուրջ հետևանքներ լինեն համաշխարհային տնտեսության համար։ Սակայն վտանգ կա, որ միաժամանակ հնարավոր է եւ գնաճ, եւ տնտեսական աճի կանգ, ինչը շատ վտանգավոր զարգացում է համաշխարհային տնտեսությունների համար։ Եթե Հորմուզի նեղուցում խաթարվի նավերի բնականոն շարժը, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան էլ են մտնելու խաղի մեջ։ Քանի որ Իրանի նավթը հիմնականում Չինաստան է արտահանվում, կսկսեն բողոքել նավթի թանկացումից։ Իսկ Մեծ Բրիտանիան, որպես համաշխարհային նավթային շուկայի հիմնական դերակատարներից մեկը, ներգրավված է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային եւ ռազմավարական գործընթացներում։ Սուրեն Սարգսյանի խոսքով նեղուցի փակումից հետո բենզինի գինը կտրուկ կաճի նաեւ Միացյալ Նահանգներում, ինչը ձեռնտու չէ հատկապես Թրամփի վարչակազմին։ Դժվարացված կարող է լինել նաեւ Թրամփի համար, որովհետեւ Թրամփը բազմիցս քննադատում էր նախկին իշխանություններին հենց բարձր բենզինի գների պատճառով, եւ հիմա փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ որ իր նախագահության բանոք իր քաղաքականության, արտաքին քաղաքականության արդյունքում նման բան կարող է տեղի ունենալ։ Հորմուզի նեղուցը կրկին դարձել է Իրանի ձեռքի գլխավոր խաղաքարտը միջուկային ճնշումներին ու արտաքին սպառնալիքներին հակազդելու խաղում, բայց այդ խաղաքարտը վտանգավոր է նաև իր համար։ Խաղաքարտը գործի մեջ դնելը կնշանակի մեկ քայլով եւս մոտենալ համաշխարհային պատերազմին։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։